Հրապարակ օրաթերթը գրում է, ավելի քան 3 տարի է Հայաստանի Հանրապետության իշխանությունները չեն կարողանում անգամ զինվորական նոր համազգեստի հարցը լուծել, թեպետ մեծ խոսում են բանակը սպառազինելու մարտունակ դարձնելու մասին։ Սուրեն Պապիկյանն ազգային ժողովում դեռևս 2023 թվականի նոյեմբերի 15-ի կառավարության հետ հարցոպատասխանի ժամանակ խոստովանում էր, որ մինչև 2024 թվականը նոր համազգեստը պատրաստ կլինի։ Այժմ 2026-ի կեսն ենք հատել, սակայն հայկական բանակը հին համազգեստի հույսին է դեռ։ Մեր տեղեկություններով իշխանությունները մոտ 5000 նոր համազգեստ են ձեռք բերել որոշ տեղեկություններով ամերիկյան ընկերություններից, որպեսզի մայիսի 28-ի զորահանդեսին մասնակցող զինվորականները նոր համազգեստով ներկայանան, սակայն ամբողջ բանակի նոր համազգեստը ըստ հրամկազմի հասանելի կդառնա միայն եկող տարվա վերջին։ Ժողովուրդ օրաթերթը գրում է, հայկական բանակի խորհրդանիշի փոփոխությունը հերթական անգամ իրականացվել է փակ դռների հետևում առանց հանրային քննարկման, առանց մասնագիտական կարծիքների ներկայացման եւ առանց որևէ պաշտոնական բացատրության։ Սա պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ինքնիրավչության վարքի դրսևորումն է, որն անթույլատրելի է ամենազգայուն կառույցի ղեկավարի կողմից։ Խոսքը բանակի գերբի մասին է, որի նոր տարբերակում այլևս բացակայում է խաչը, այն կարևոր խորհրդանիշը, որը տարիներ շարունակ եղել է հայկական զինուժի ինքնության եւ պատմական ժառանգության բաղկացուցիչ մասը։ Ժողովուրդ օրաթերթը փորձել է պաշտպանության նախարարությունից պարզել, երբ է փոխվել բանակի գերբը, ինչ իրավական կամ մասնագիտական հիմնավորմամբ է դա արվել եւ հատկապես ինչու է հանվել խաչը, սակայն Սուրեն Պապիկյանի ղեկավարած գերատեսչությունից որևէ հստակ պատասխան չեն տվել։ Ժողովրդին փոխանցել են միայն, որ թեմային կանդրադառնան մայիսի 28-ից հետո։ Հրապարակ օրաթերթը գրում է, քաղաքացիական պայմանագիրը հիմիկվանից պատրաստվում է նախընտրական ամփոփիչ հանրահավաքի իշխող թիմում համար 1 դրություն է հայտարարվել, բոլոր մարզպետերը, համայնքապետերը զսկուշացվել են, որ մարդ պետք է բերեն Երևան, որպեսզի մարդաշատ հանրահավաք անցկացնեն, անգամ պետաշխատողներին չեն խնայել, հրաժարվողներին սպառնում են ազատել աշխատանքից։ Հանրահավաքը նախատեսված է անցկացնել Հանրապետության հրապարակում, նախատեսում են Փաշինյանական թևի հոգևորականների մեծ մասնակցություն եւ այդ պարտականությունը դրել են Արարատյան թեմի առաջնորդ Տիրադավ Նավասարդ Կճոյանի վրա, որը պետք է հնարավորինս շատ բացահայտ կամ ծպտյալ տիրադավներ բերի ի աջակցություն իշխանությունների։ Ժողովուրդ օրաթերթը գրում է, Ժողովուրդ օրաթերթը նկատել է, որ ներքին գործերի նախարարության պաշտոնական կայքից հանվել են քրեական ոստիկանության գլխավոր վարչության տարածքային ստորաբաժանումների ղեկավարների լուսանկարները։ Նրանք նախկին ոստիկանապետերն են, որոնց դեմքերով ճանաչում էին մարդիկ։ Նախկինում ոստիկանության պաշտոնական կայքում հասանելի էր տեղեկություն համապատասխան լուսանկարներով, թե ով է օրինակ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչության պետը կամ Արարատի մարզային վարչության պետը։ Այլ կերպ ասած, քաղաքացիները այցելելով ներքին գործերի նախարարության պաշտոնական կայք կարող էին ոչ միայն անուն ազգանունով, այլև դեմքով ճանաչել մարզային եւ տարածքային վարչությունների ղեկավարներին։ Սակայն նախընտրական այս ժամանակահատվածում այդ լուսանկարները կայքից հեռացվել են։ Այս հանգամանքը հարցեր է առաջացնում հատկապես այն հրապարակումների ֆոնին, որոնցում նշվում էր, թե ինչպես են Երևանի վարչական տարածքների, ինչպես նաև մարզային վարչությունների պետերը մասնակցում իշխանության հանրահավաքներին եւ անձամբ հետևում քաղաքացիների ու երկրի առաջին դեմքի հետ հանդիպումներին։ Հրապարակ օրաթերթը գրում է, 3 կարճատև այցով Երևան ժամանած ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, որը Զվարթնոց օդանավակայանի տարածքից դուրս չեկավ, հենց տեղում կես ժամանոց հանդիպում ունեցավ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ, նախագահական սրահում չհանդիպեց Փաշինյանի հետ, հայտարարվեց փոխըմբռնման հուշագիր ստորագրելու մասին։ Ըստ մեր աղբյուրների հուշագիրը որևէ կարևորություն չունեցող փաստաթուղթ է, իսկ Ռուբիոյի այցը կազմակերպվել է ընդամենը հօգուտ Փաշինյանի մի քանի ձայն ավելացնելու համար։ Բանն այն է, որ մայիսի սկզբներին Հայաստանում կայացած ԵՄԳ կատնաժողովը ըստ սոցհարցումների մի քանի սեգմենտում միջնչին չափով բարձրացրել է իշխանության վարկանիշը, ՔՊ-ի արտաքին հովանավորները փորձում են նույնը կրկնել։